Բարև ձեզ հարազատներս, այսօր մի քիչ անձրևոտ է, բայց մի հետաքրքիր բան եմ ուզում պատմեմ հնարավորությունների մասին, որ մեզ բոլորիս ժամանակ առ ժամանակ տարբեր տիպի հնարավորություններ են տրվում ու այդ հնարավորություններն օգտագործելու համար պատրաստ պիտի լինենք։ Դրա մասին եմ այսօր պատմելու, հիշեցնեմ, որ ես մանկաբարձ գինեկոլոգ եմ, բժշկական գիտությունների թեկնածու, 21 տարի աշխատել եմ Մոսկվայի առաջատար կլինիկաներում, արդեն 1 տարի ինչ աշխատում եմ մեր երկրում։ Ուրեմն երևի լսել եք, շատ ենք օգտագործում, որ մեկի մոտ որ մի դժբախտ տհաճ իրադարձություններ են լինում, դժբախտություն, ասում ենք մի մտածի, այս դուրը որ փակվել է, մի ուրիշ դուրը բացելու անպայման Աստված, ու այդ դուրը որ բացվում է, դու դրան պետք է պատրաստ լինես այդ դռնով անցնելու։ Որ սա հասկանալի լինի, պետք է իմ օրինակների վրա բերեմ, երկու օրինակ կպատմեմ իմ կյանքից, հուսամ օգտակար կլինի։ Ուրեմն 23 տարեկանում ավարտել եմ Երևանի պետական բժշկական համալսարանը, դրանից հետո գիտեի, որ պետք է վաղ ուշ գնամ Մոսկվա սովորելու արտինատուրա, բայց դեռ գումար չունեին ծնողներս, որ ինձ ուղարկեին, ու ես ընդունվեցի ինտերնատուրան թերապիայի, անվճար էր, մի տարի այդտեղ սովորեցի, 24 տարեկանում 8 ամիս ինտերնատուրան ավարտելուց հետո 8 ամիս տանն եմ եղել, ոչ աշխատանք ունեի, սովորել ես ավարտած, ու փորձեցի Երևանում մի քանի տեղ ընդունվեմ, աշխատանքի չստացվեց, ինչ կանի մեծամասամբ մարդիկ դժգոհում են, վայ-վույ որ ես ինչ դժբախտ եմ, բան, իսկ ես բոնկի գրքեր արա, այն ժամանակ անգլերենը միահեղինակ կար բոնկ կասետներով, ու սկսեցի անգլերեն պարապել ինձ, չգիտեմ, ինձ ոչ մեկ չէր ասել անգլերեն պարապի, բժիշկ էի, կարա ընդհանրապես չպարապեի անգլերեն, բայց սկսում եմ պարապել։ Ինձ, որ այդ 8 ամիս արդեն տեսա, որ չէ, ոչ Մոսկվա գնալն է ստացվում, ոչ Երևանում աշխատանքի տեղավորվելը, ընդունվում եմ Սևանի պոլիկլինիկա աշխատանքի, Սևանի պոլիկլինիկայից էլ ինձ ուղարկում են Գագարինեի այդ բուժկետը, որ ամերիկացիներ եկել էին, վերանորոգել էին այդ իրենց այդ բուժկետը, Սևանի պոլիկլինիկայում էլ այդ նույն ամերիկացիները մի կաբինետ էին վերանորոգել, համակարգիչներ դրել, ինտերնետին միացրել, ու ես Գագարինից աշխատանքից վազելով գալիս եմ մտնում այդ կաբինետ, որ կարդամ, տեսնամ հիվանդներից ոնց բուժեմ։ Արդեն դե անգլերենս լավ էր, ու այդ կաբինետն եմ մտնում, այդ կաբինետը շատ քիչ մարդիկ էին դեռ այդ առաջի ամիսներին մտնում, մեծ մասն էլ ինտերնետը նոր էր գալիս էին մտնում էին, հագուստ էին նայում եւ այլն, ես էլ մտնում էի սկսում հիվանդությունները կարդալ այդ անգլերեն լեզվով։ Այս Թերեզան ինտերնետ հետ IT-ի մեր մասնագետը ամենից տեսնելով ասում էր Լիլիթ, զարմանում եմ, ասում ես Գագարինցիները շատ լուրջ մարդիկ են, ասում եմ, որ ամերիկացիները իրանց համար հատել են օվկիանոսը, եկել են պոլիկլինիկայում համակարգիչներ դրել, ինտերնետին միացրել, որ դու ամերիկացիների պրոտոկոլներով իրանց բուժես։ Ուցի ծաղում եք դրա վրա։ Ուզում եմ ասում, այդ դուռը, որ բացվելու համար, մենք դու պետք է պատրաստ լինես։ Դու քո զենքդ պետք է արդեն պատրաստ լինի, որ կարողանաս այդ դռնով անցնես մտնես։ Այդ անգլերենն էր զենքը։ Մի ուրիշ օրինակ, երկրորդ օրինակը բերեմ։ Ուրեմն Մոսկվայում աշխատում եմ արդեն, սովորական հիվանդանոց է, լավ հիվանդանոց է, բայց այն ամենավերևներից չի։ Մի օր բաժնի վարիչը մտնում է ординаторскую, ասում է Լիլիթ, завтра в 7 утра вам нужно быть у Լեյլա Վլադիմիրովնա։ Լեյլա Վլադիմիրովնա Ադամյանն էլ Ռուսաստանի Դաշնության ամենահայտնի մանկաբարձ գինեկոլոգն է, ակադեմիկոս, մեծ համբավով, վիրահատություններ իր անվամբ ստեղծած, հիվանդությունների դասակարգումներ իր անվամբ ստեղծած, մի խոսքով դա մի ուրիշ երևույթ է, որին ես տեսել եմ միայն կոնգրեսներում, թե Մոսկվայի, թե արտասահմանի կոնգրեսներում, կամ էլ հեռուստացույցով, ես Լեյլա Վլադիմիրովնան ուրիշ սև տեսած չկա, ու որ բաժնի վարիչը քեզ ասի ժամը 7-ին պիտի վաղ լինես ակադեմիկոսի մոտ, ինչ կլինես, լեհաճակ եղա, ասեցի հիվանդներից մեկը մահացել է, սաղ աշխարհի գիտի բացի ինձնից արդեն, ինձ էլ է ինչ դեպորտ են անում արդեն ինձ։ Մի խոսքով գալիս առավոտվա 7-ը գնում եմ Լեյլա Վլադիմիրովնայի մոտ, քիչ բան է գրում, присаживайтесь, նստում եմ, ասում եմ, чем могу вам помочь, ես էլ եղաճակ եղած, ասում եմ, իսկ ես ձեզ ինչով կարող եմ օգնել, խոսքով տեսա, որ տարօրինակ է, մի քիչ զրուցեցինք, ասեց կիրակի օրը ժամը 9-ին կգաս մեր տուն, էդ էլ եմ, բայց արդեն հասկացա, որ վատ բան չի եղել, բայց մի խոսքով ժամը 9-ին ես ինչ հարստություն ունեմ, մի հեռախոս ունեմ, որի մեջ սա հիվանդներս գրանցված են, մեկ էլ
համակարգիչ ես, որ տեսավ բժշկությունից ինչ հասկացել եմ այդտեղ ձևավորած, ու ես որ սովորական բժիշկ էի աշխատում, դե ոնց ես իմալ եմ սովորական բժիշկն ես չէ՞, ու միջև Լեյլա Վլադիմիրովնայի կյանքս էլի տենց ասեմ։ Ուրեմն պրեզենտացիաներ էի պատրաստում։ Ինքնուրույն ինձ էլի ոչ մեկ չէր ասել պրեզենտացիա պատրաստի, բան։ Ես գնում էի տարբեր կոնգրեսների նայում, ես մի լավագույններին իհարկե, մանկաբարձության գինեկոլոգիայի, մեկը լավ ներկայացնում նյութը, մեկը մի քիչ այդքան էլ լավ չի, ես գալիս եմ տուն, ես սկսում եմ իմ պրեզենտացիաները պատրաստել, քանի որ բժշկությունը շատ բարդ է, շատ ծավալուն է, որ կարդում ես մի բանը կարդում ես, մյուսը մոռանում ես։ Ես հասկացա, որ բժշկությունը լավ հասկանալու համար ես պետք է պրեզենտացիաներ անեմ, որ ես արդեն կարողանամ ուրիշի բացատրեմ այն ինչ որ ես հասկացել եմ։ Եթե չեմ բացատրում, ուրեմն ես չեմ կարողանում բացատրեմ, ուրեմն ես ինքս լավ չեմ հասկացել։ Ու ես տարբեր թեմաների համար պրեզենտացիաներ եմ պատրաստել։ Ես ոչ մի տեղ ելույթ չէի ունենում, որ այդ պրեզենտացիաների կարիք ունենայի։ Մի անգամ էի միջև այդ ելույթ ունեցել, դիսերտացիաս տարել էի Գերմանիայում ներկայացրել կոնգրեսներից մեկում։ Էս է եղել իմ ամբողջ ելույթները։ Հիմա ժամը 9-ին երեկոյան Կիրակի օրը, այդ էլ պետք է ասեմ, որ աշխարհի ամենաաշխատասեր մարդն է Լեյլա Վլադիմիրովնան իմ կյանքի մեջ հանդիպած, որ առավոտվա 7-ից որ սկսում եմ արթ ընդունել, չգիտեմ, միջև որ ժամը, Կիրակի օրն էլ այդ մարդը կարա ոչ մի բան չանի, ակադեմիկոս է, ֆինանսապես ապահոված, կարիերան փայլուն, ընտանիքը ընտիր, ոչ մի բան կարա չանի, բայց ինքը Կիրակի օրը ես վերջի հաճախորդն եմ եղել 9-ին, երեկոյան 9-ին գնացել եմ իրանց տուն, ու ասեցի, հիմա դու պատմիր, մի քիչ պատմի տնեմ դու ինչով ես զբաղված, ու ասում եմ, մանկաբարձ գինեկոլոգ, բժշկական գիտություն է տակ։ Ասում եմ, հալա, բա հետո էլ ինչ ես կարող։ Այսինքն պրեզենտացիաներ եմ պատրաստում։ Այս պրեզենտացիաները ու ասում եմ, ցույց տում։ Ու Լեյլա Վլադիմիրովնան ահագին գիտե կոնգրեսներ է վարում, տարբեր երկրներում, պրեզիդիումներում նստած, նես չէ՞ որ ինքը պրեզենտացիա տեսած չլինի, նստում է ժամը 9-ից երեկոյան մինչև ժամը 11-ին պրեզենտացիաները լսում։ 2 ժամ ուր չենք շեղվում, այդ պրեզենտացիաներն եմ ներկայացնում։ Վերջում որ վերջացնում եմ, ասում եմ, ինձ ոտից գլուխ նայում է, ասում է, «Тебе самое лучшее это твоя голова»։ Դրանից հետո ինձ տեղավորում է 5 տեղ աշխատանքի, մեկը իր կաֆեդրայում, այն 4-ն էլ տարբեր հիվանդանոցներում, ու այն հարգանք պատիվ, որ ասում են, ես առաջի անգամ այդտեղ եմ հասկացել այդ բառերը ինչա նշանակում, որովհետև տարբեր հիվանդանոցներ էի գնում, ավելի շատ ղեկում էի տարբեր հիվանդանոցներ, ու ես մեկն էի գնում, արդեն հիվանդը պատրաստած, ես գնում էի վիրահատում էի իրան, մյուսն էի գնում վիրահատում են մյուս հիվանդանոցում եւ այլն, ու ամենտեղ սկսում էր վազալատի ռուկի, ես ինչ, որ նույն բանը անում էի միջև այդ, բայց գովացող չի եղել։ Այստեղ դու Լեյլա Վլադիմիրովնայի կողմից ընդունված խոսքով սա արդեն լրիվ ուրիշ մակարդակ է։ Ուզում եմ ասեմ, այդ դուրը որ բացվել է, դու պետք է պատրաստ լինես, այդ զենքդ արդեն սրած պետք է լինես, այդ պրեզենտացիաները սեր։ Ինչը բերեց այդ դռնով որ անցա։ Պրեզենտացիաները, այդ իդեաները բոլորիս մոտ գալիս է։ Բոլորիս մոտ, դրա համար եմ ասում, միտքը պետք է ժամանակ առ ժամանակ բռնենք, բերենք ներկա, որ ինքը ասի մեզ ինչ ենք անում։ Ներկայում մենակ ես եմ, դու ես ու Աստված, ուրիշ մարդ չկա ներկայում, ու արդեն որ դու Աստված եք լինում, ասում եմ, այս պետք է դու ինքը չի ասում, դու արդեն հասկանում ես, որ իր ներկայությամբ դու ես պետք է անես, այն պետք է անես, այդ իդեաները որ գալիս է, դու դրանք պետք է օգտագործես։ Կամ գալիս ասում ես, լավ, վաղը կանեմ, մյուս օրը կանեմ, ու դրանք գնում են, չեն մնում այդ իդեաները քեզ մոտ։ Մի խոսքով սա ես էի ուզում ասել, բայց բոլոր դռները չեն բացվել, էդ էլ ասեմ։ Բոլոր գիտեք, որ բոլոր դռները չեն ինձ համար բացվել, մի հատ էլ չնայած տեսահոլովակը երկարում է, մի հատ էլ ընկերուս պատմություն եմ ուզում պատմեմ։ Ուրեմն արձինատուրայում ենք, ընկերներով հավաքված, լավ դախ ենք հարթել, 26-27 տարեկան, ոչ մեկը բոլորս տանը մնացած, հայ ռուսը վրացին, էդ էլ ասեմ, ես ռուս ընկերուս ասում եմ, девочки, не волнуйтесь, я все разузнала, всех хороших уже разобрали, ну, не волнуйтесь, сейчас они все через пару лет разведутся, и тут мы красивые, умные, ինքը տենց ասում, 2 տարի հետո իրոք ամուսնանում Գերման գրեֆի տեղակալի հետ, նա իրոք բաժանվում է, իրանք ամուսնանում են, 20 տարի անցել ես էլ չեմ հասկանում ինքը հետ ինչ զենք էր սրել, հետ ինչ հով էր սրել, հետ ինչ դուռ էին բացել, ռեշտակները լեղաճակ են եղել, ասել են սրան, որ ես դուռը չբացենք, ինքը մեկա տալու է փշրի անցնի։ Մի խոսքով ժողովուրդ ջան, զենքեր կան, որ սկի տեղն էլ չգիտես, որ ոնց օգտագործես, բոլորիս չէ, ամեն ինչ է տրված, սա էլ է երևի նորմալ,
ու այն դարը չի, որ ասենք վաղ ես չունեմ, այն չունեմ, ես ինչ չտվեցին, ես դժբախտ եմ, ինչև ինչ կարում եք, հեն էլ պիտի անենք։ Ինչ զենք կարում ես ծրես, հեն էլ պիտի օգտագործես։ Այսքանն է ուզում ասեմ, լավ որ բոլորիդ մեծ հույսերով կհանդիպենք նորից։